Ողջույն Լիդիա։ Բարև ձեզ։ Լիդիա, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ ձեր հրավերի համար։ Լիդիա, մենք մեր զրույցը այսօր սկսենք տեղեկատվական հերթական, այսպես բացասական առիթից։ Այսօր հայտնի դարձավ, որ քննիչն արգելել է Վեհափար Հայրապետին մասնակցել Վրաստանում Վրաց պատրիարքի հուղարկավորության արարողություններին, մերժել է փաստաբանական թիմի միջնորդությունը։ Այս առնչությամբ նախ կուզեի լսել ձեր դիտարկումները որպես եկեղեցու հետևորդ, որպես պայքարի մասնակից։ Գիտեք, երբ որ Բագրատ Սրբազանը չի համաձայնվում միջանկյալ որևէ խափանման միջոցի, պատճառներից մեկն էլ հենց դա է։ Բագրատ Սրբազանը հայտարարեց, ասեց ես ինձ համար ամենավիրավորականն այն է, որ կարող է երկրից արգելեն դուրս գալ։ Ինչն է պատճառը, որ Վեհափարին թույլ չեն տալիս երկրից դուրս գալ։ Ինչ կարող է լինել։ Իրենց թվում է հայոց Վեհափարը կարող է փախնի Հայաստանից, ետ չվերադառնա։ Դրանից ավելի վիրավորական բան մեր ազգին չի կարող լինել, որովհետև հայոց Վեհափարը մեր ամբողջական ազգի, հայ ազգի ամբողջ աշխարհի 10 միլիոն հայերի առաջնորդն է։ Ուրեմն դուք մտածում եք, որ մեր առաջնորդը կարող է դուրս գալ երկրից ու ետ չվերադառնալ, երբ որ բազմաթիվ հանցագործների թույլ եք տալիս երկրից դուրս գալ, հետո վերադառնան Հայաստան։ Դա ուղղակի չգիտեմ, հերթական անգամ եկեղեցուն ճնշելու, Վեհափարին ճնշելու միջոց է զուտ, որ ցույց տան, տեսեք, մենք կարող ենք այսինչ բանը անել։ Դեռևս կարող եք անել, հետո կտեսնենք, կկարողանաք թե չէ։ Պատասխան պիտի տան բոլորը դրա համար, սկսած քննիչից մինչև գերագույն գլխավոր հրամանատար։ Կցանկանամ այստեղ մեջ բերել վրաց հոգևորականներից մեկի արձագանքը, որը նշել է, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գալ Վրաստան, բայց Հայաստանում շատ լուրջ անկարգություններ են եւ կաթողիկոսին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Այս իրավիճակը ազդում է մեր միջազգային նաեւ արգանիշի վրա։ Բնականաբար մենք դրսում մարդիկ ունենք, որ ասում են դուք Հայաստանում ապրելով չեք հասկանում ամոթի աստիճանը, որովհետև բոլորդ նույն վիճակում եք, ասում դրսում, երբ որ մենք ասում ենք հայ ենք, Հայաստանից ենք, ասում գլուխներս կախում ենք, երբ որ ժամանակին մենք մինչև 20 թվականի պատերազմը մենք գլուխներս բարձր էինք քայլում, բայց այն ինչ որ կատարվում է այսօր, պարզ մարդուն նույնիսկ, պարզ հայ մարդուն ամոթով է թողնում դրսում ցանկացած այլ ազգի մոտ։ Փաշինյանը ինչ որ դադար է վերցրել իր բարենորոգչական առաքելության ընթացքում եւ անցել է փրկչական գործողություններին, պետությունը փրկելու գործին։ Ըստ ձեզ այս դադարը միտումնավոր է, որովհետեւ տեսակետներ են հնչում, որ վաղ թե ուշ մենք ականատես ենք լինելու նաեւ Վեհափարի ձերբակալությանն ու կալանավորմանը։ Ես կարծում եմ, որ իրենք ընդունակ են դրան։ Հիմա այս նախընտրական քարոզարշավով են ուղղակի տարված, բայց իրենք ընդունակ են նաև ձերբակալել ամենայն հայոց Վեհափարին, բայց կարծում եմ Վեհափարը պատրաստ է նաև դրան։ Քանի որ իր ուխտը եղել է անձնազոհություն, ցանկացած կուսակրոն հոգևորական ինքը մահապարտ է, իր անձը ուրանում է եւ մտնում է այդ ճանապարհի մեջ։ Ամենայն հայոց կաթողիկոսը մի աստիճան էլ բարձր է։ Ամբողջ հայ ազգի առաջնորդն է դարձել եւ ուրանալով իր սեփական ցանկությունները, իր սեփական կյանքը, իր անձնական ցանկացած տիպի բան մտել է այդ ճանապարհի մեջ, այսինքն նա պատրաստ է իրեն նախորդողների նման, ինչպես իրեն նախորդող հոգևորականները եւ ամենայն հայոց կաթողիկոսները եղել են անձնասո անձինք եւ գնացել են նահատակության, նա պատրաստ է դրան։ Պատրաստ է գնալ նաև բանտ, բայց որտեղ եղավ ամենայն հայոց կաթողիկոսը, այդտեղ էլ կլինի կաթողիկոսի գահը, թեկուզ բանտում։ Լիդիա, քանի որ ձեր պայքարը հանուն այս արժեքների է, հանուն եկեղեցու, հանուն պետականության, հանուն հայ ժողովրդի, վերադառնանք ձեր պայքարի ակունքներին, նախ ինչպես սկսվեց ամենը, որովհետև այսօր տեսնում ենք նաև տեղեկատվական դաշտում են հայտնվում անձինք, որոնք փորձում են իրենց վերագրել պայքարը, ասում են, որ զրոյից իրենք են պայքարը գեներացրել, ժամանակին ձեզ հետ քայլող մի անձնավորություն այս թեմայով զրուցել է, իդեպ այդ անձնավորությունը Սուրեն Պետրոսյանը նաև կասկածներ է հայտնել, թե արդյոք Բագրատ Սրբազան քաղբանտարկյալ է, թե ոչ։ Խնդրեմ այս առնչությամբ ձեր դիտարկումները։ Ես ուղղակի կուզեմ անարժան մարդկանց մասին չխոսենք։ Նա ոչ լսարան ունի, ոչ այսպես մեծ արժեք ներկայացնող քաղաքական գործիչ է, ու ես ցավում եմ, որ ինքը Բագրատ Սրբազանի հետ ճանապարհ անցած լինելով, Բագրատ Սրբազանի ամբողջ աջակցությունը վայելելով, այսօր կարող է կանգնել եւ նման բան ասել,
որքանով տեղյակ եմ, ասել է ես վստահություն չունեմ երկու կողմի նկատմամբ, այսինքն ոչ Բագրատ Սրբազանի նկատմամբ ունի վստահություն եւ մեր նկատմամբ եւ ոչ էլ իշխանության նկատմամբ ունի վստահություն, այսինքն նույն հարթության մեջ է դնում Նիկոլ Փաշինյանին ու Բագրատ Սրբազանին։ Այդքան ժամանակ որ շփվել ես Բագրատ Սրբազանի հետ, չես հասկացել, որ ինքը այդ արժեքները կրող անձ չի ու չի կարող ահաբեկչություն կազմակերպել։ Ուղղակի անհնար էր դա։ Ցավում եմ ուղղակի, որ ինքը նման կարծիք է արտահայտել։ Իսկ իրականում պայքարն ինչպես է ծնվել։ Պայքարը ծնվել է Տավուշում հողերը հանձնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին եկավ Կիրանց գյուղ, հետո գնաց Ոսկեպար, հետո գնաց Բերքաբեր, ասեց, որ տալու ենք հողերը։ Եթե չտվեցինք, պատերազմ է սկսում։ Ու այդ ամբողջ բեռը դրեց ժողովրդի վրա, այսինքն դուք չտվեցիք։ Այդ օրերին Սուրեն Պետրոսյանը որոշեց, որ ինքը պետք է գնա ապրի Ոսկեպարում։ Բագրատ Սրբազանը զանգեց, այնտեղ ինչ-որ մարդկանց հետ պայմանավորվեց, որ հեսա մարդ է գալու ձեզ մոտ, կդիմավորեք իրան, այսինքն նույնիսկ Բագրատ Սրբազանն է որոշ չափով նպաստել, որ ինքը գնա այնտեղ իրան նորմալ դիմավորեն, որովհետև գյուղում Երևանից եկած ինչ-որ այտենց ինտելիգենտ փրկչի հաստատ չէին ընդունելու, էլի, եթե իրենց հետ նորմալ, ոնց ասեմ, նույն հարթության մեջ չեն, իրանց ցավը այն ձևով չի կարող զգալ այդ մարդը, ոնց որ իրենք գյուղացիները կարող են զգալ։ Եվ Բագրատ Սրբազանը տավուշեցիներին հրավիրեց ժողովի, տավուշեցիների հետ միասին որոշեցին, որ ամեն բնակավայրից մարդիկ են ընտրում եւ սկսում են Տավուշը հանուն հայրենիքի շարժում։ Այդ է եղել։ Ընդ որում տավուշեցիներն են որոշել եւ անունը, եւ ինչ սոցիալական հարթակներ պետք է բացվեն այդ շարժումը առաջ տանելու համար, ամեն ինչ որոշվել է կոլեգիալ տավուշեցիների եւ Բագրատ Սրբազանի միջոցով, այսինքն ինքը եթե եղել է այդտեղ կողքից մասնակցող, դա չի նշանակում, որ իրենից է սկսել ամեն ինչ։ Եվ մնացածն էլ դուք տեսել եք, ասենք, ով էր առաջնորդը եւ ում հետևից էին մարդիկ գնում։ Դե թող հիմա էլ շարժում կազմակերպի։ Լիդիա, քանի որ տարատեսակ այսպես խոսակցություններ կան, խնդրեմ մի դրվագով անդրադառնաս, թե ինչով էր զբաղվում Բագրատ Սրբազանը Տավուշում, մինչև պայքարի մեկնարկը։ Տեսեք, մեր Տավուշը միշտ համարվել է անհավատ տարածաշրջան։ Շատ շատերը մինչև հիմա էլ այս կողմերում որ հարցնեք, ասում են այնտեղ բոլորը անհավատ են, քանի որ մինչև Բագրատ Սրբազանի այնտեղ լինելն են օրինակ տեսել ամեն ինչ։ Բագրատ Սրբազանը երբ որ եկավ, իր հիմնական ծառայությունը հոգևոր ծառայությունն է, այսինքն ինքը պիտի հոգևոր ծառայություն մատուցեր։ Բայց քանի որ մարդու միայն հոգևորի զարգացումով հնարավոր չի հասնել արդյունքի, նա աշխատում էր 3 ուղղությամբ՝ հոգի, մարմին եւ միտք։ Այսինքն եւ ֆիզիկապես, նյութապես պիտի մարդկանց օգնի, եւ մտքի զարգացման վրա պետք է աշխատեն եւ նաեւ հոգեվոր ծառայություն պիտի իրականացնի։ Մի հատ օրինակ բերեմ, հա։ Տավուշում 2 տեղ հասցրեց բացել սոցիալ կրթական կենտրոններ։ Ընդ որում շենքերը 0-ից կառուցեց ու ինչ էր ինքը ասում։ Ասում էր, որ մարդը երբ որ աշխատում է, իր աշխատանքի արժանապատիվ աշխատանքի արդյունքը պետք է կարողանա ստանա։ Կային սոցիալական շատ վատ վիճակում ապրող ընտանիքներ, ինչ արեց, օրինակ Իջևանի սոցիալ կրթական կենտրոնին կից, այդ ընտանիքների մայրիկների համար, ովքեր հիմնականում աշխատող չէին, ստեղծեց, հիմնեց ինքը սոցիալական ձեռնարկատիրություն։ Ինքը որևէ ձևով մասնակցություն չուներ, իրանց ուղղակի այսպես առաջնորդեց, որպեսզի այդ կանայք հիմնեն։ Սոցիալական վատ վիճակում գտնվող օրինակ ընտանիքների կանայք, ովքեր ընտանիքում փոքր երեխա ունեին, մեծահասակ կար, որին պիտի խնամեին, գալիս էին մեր կենտրոն, սովորում էին ձեռագործի ինչ-որ ճյուղ, ավանդական ձեռագործի ճյուղ, կարպետագործություն, հայկական ասեղնագործություն, իրենց ստեղծած արտադրանքը վաճառելով, վաճառքում էր Բագրատ Սրբազանը, ոնց որ առաջնորդում իրանց, ինչքան հյուրեր ունենում էր, բերում էր այս մարդկանց մոտ, ասում էր գնեք իրանց գորգերը, մի խոսքով ասեղնագործությունները, այսպես, ու այդ ընտանիքներին ինքը ոչ թե տանում էր օգնություն էր տալիս, ասում էր, տես ես քեզ գումար տվեցի, չնայած էդ էլ է շատ արել, ինչ լավ մարդ եմ ես, ասում էր բեր աշխատի դու, արի մի բան սովորի աշխատի, ու այդպիսի սոցիալական ձեռնարկատիրություններ մի քանի հատ ինքը Տավուշում բացեց, այսինքն
պետության վրայից մի մեծ բեռ վերցրեց, որովհետև աղքատության շատ ծանր վիճակում գտնվող մարդկանց հոգսը պետք է լինի պետության վրա, չէ՞։ Բագրատ Սրբազանը վերցրեց իր վրա, ասեց ես այս հարցերը կլուծեմ։ Նույնն էլ այդ չարաբաստիկ Նավուրի հողերը, որ հիմա խոսում են շատ այդ թեմայով, այնտեղ բացեց ձեռնարկատիրություն, սոցիալական ձեռնարկատիրություն։ Որն էր դրա նպատակը։ Ասում էր ես կլոր տարի այս մարդկանցից նույն գնով եմ մթրելու միսը, անկախ նրանից մսի գինը 1500 դրամ կլինի, թե 2000, ես 2500-ով եմ մթերելու, ստանալու եմ նորմալ արտադրանք ու կարողանալու ենք սա իրացնել։ Դա նպաստելու է նաև, որ մարդիկ նորմալ գյուղատնտեսությամբ զբաղվեն, նպաստելու է նաև նրան, որպեսզի արոտավայրեր լինեն, արոտավայրերը մշակվեն։ Ցավոք պատերազմից հետո մի քիչ առաջնահերթությունները փոխվեցին ու կոവിഡից հետո այդ ձեռնարկատիրությունը փակվեց, բայց Բագրատ Սրբազանը մշտապես իր գործունեության ամբողջ ընթացքում Տավուշում մարդկանց նաև սոցիալական կարիքներն է հոգացել ու պլյուս դրան կրթական կենտրոններ ստեղծելով նաև մտքի զարգացման վրա է աշխատել։ Երկար տարիներ իր հետ աշխատել եք։ Ինչ գիծ կա բնավորության, որը կուզեիք, որ բարձրաձայնեք եւ որ օրինակ կդառնա մեզ հետևողների համար։ Բագրատ Սրբազանը հավատարիմ է շատ։ Հավատարիմ է Աստծուն եւ հավատարիմ է իր ժողովրդին։ Դրանով ինձ թվում է ամեն ինչ ասվում է իր մասին։ Նա երբեք որևէ պարագայում հնարավոր չի, որ հայտնվի օրինակ այդ տիրադավների ցանկում, հա, ինչքան ուզում է իր նկատմամբ ճնշում գործադրվի։ Բագրատ Սրբազանը իր ուխտի մեջ հավատարիմ է, իր եկեղեցուն ու Աստծուն հավատարիմ է։ Նաև իր ժողովրդին է հավատարիմ։ Եթե ասել է, որ ես դուրս եմ գալիս պայքարի եւ ձեզ հետ եմ լինելու մինչև վերջ գնաց մարդ։ Հայտնվեց նույնիսկ բանտում։ Ամեն դեպքում պայքարի կիսատ մնաց, ես հիշում եմ պայքարի օրերին ձեր նվիրումը շարժմանը, չհիասթափվեցիք, երբ կիսատ մնաց եւ ձեր ընկերները, դուք, ձեր առաջնորդը հայտնվեցիք անազատության մեջ։ Ես չեմ կարծում, որ սա վերջն է, քանի որ ցանկացած պայքարի մեջ լինում են այսպես ալիքներ, բարձրանում է իջնում։ Իսկ եթե ասենք, թե ինչու չհաջողեց, որովհետեւ մենք պատրաստ չէինք դրան։ Փողոցային պայքարը տարբերակներից մեկն է, որը կարող է բերել իշխանափոխության, ինչը մեր երկրում ինձ թվում է լուծելիք համար մեկ խնդիրն է։ Փողոցային պայքարը մենք 20 թվականից այս կողմ միշտ չենք կարողացել ճիշտ կազմակերպել, դրա համար ձախողել ենք։ Ինչն է խնդիրը։ Ես ուզում եմ այդ ձախողման մեղքը մենակ Բագրատ Սրբազանի վրա դնելուց մի քիչ անցնենք այն կողմ։ Ինչն է խնդիրը։ Երբ որ մենք հավաքվում ենք հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք ենք անցկացնում, օրինակ ինչպես մայիսի 9-ի հանրահավաքներ, հա, բոլորն ասում են 70,000, 100,000 մարդ էր հավաքված եւ արդյունք չեղավ։ Փողոցային պայքարը հանրահավաքի տեղում հավաքվելը չէ։ Փողոցային պայքարը ունի իր կանոնները, ունի գործիքներ։ Օրինակ, փողոցներ փակել, որոշակի գործողություններ անել, խաղաղ անհնազանդություն, հա, խաղաղ անհնազանդության գործիքներն օգտագործել։ Բայց դրա համար պետք է լինեն համապատասխան քանակության մարդ։ Հանրապետության հրապարակում հավաքված ինտելիգենցիան չի կարող գնալ փողոց փակել։ Պետք է պատրաստել մարդկանց, որպեսզի մարդիկ կարողանան փողոցում համապատասխան գործողություն կատարել։ Բագրատ Սրբազանը ուղիղ մի տարի դրա վրա էր աշխատում։ Հունիս ամսին, երբ որ ռումբեր գցեցին մարդկանց վրա, ինքը ասեց հիմա ստոպ ենք տալիս, մենք վերակազմակերպվում ենք։ Հատ-հատ հանդիպում էր մարդկանց հետ, ասում էր պատրաստ ես դու, ասում ես ես ձեզ հետ եմ ամեն ձևով, պատրաստ ես, երբ որ ասում ենք ժամը 8:30 դու պիտի գնաս այսինչ տեղը փողոց փակողների հետ փողոց փակես, դու գնաս խաղաղ անհնազանդություն անես եւ կանոնները սրանք են, պիտի խաղաղ լինի այդ ամեն ինչը ու SSS կանոնները պիտի պահվեն։ Հատ-հատ այդ մարդկանց հետ խմբերի հետ հանդիպում էր, պատրաստում էր։ Եվ ինչի չկարողացավ անել, որովհետև մեզ ձերբակալեցին։ Իրենք էլ իմանալով, որ Բագրատ Սրբազանը արդեն պատրաստել է ամեն ինչ ու պատրաստ է դուրս գալու, ամեն ինչ չի լինելու այնպես, ինչպես նախկինում էր, որոշեցին, որ պետք է ձերբակալեն Բագրատ Սրբազանին եւ մյուսներին, մեզ։ Ահաբեկչի որակավորում տվեցին, տարան կալանքի,
մի պահ ձեր նոթատետրներ բավականին թրենդային, երևի Da Vinci նոթատետրից հետո երկրորդ ամենաթրենդային նոթատետրն էր։ Ինչ էին փնտրում նոթատետրում, ինչ էիք պլանավորում։ Սկսենք նրանից, որ նոթատետրը 24 թվականի մայիս ամսին գրած ինչ-որ գրառումներ են եւ իմ անձնական գրառումներն են, որոնք պայքարի կազմակերպման հետ կապ ունեն մասամբ։ Ես գրել եմ այդտեղ նաև իմ մտքերը, գրել եմ ինչ-որ մարդ մոտենում էր, ասում էր Բագրատ Սրբազանին էս ինչ բանն ասեք, ասում էի սպասեք ու գրում էի։ Էս ինչ մարդը էս ինչ բանն ասեց կամ հապավումներով էի գրում ինչ-որ բան։ Իրանք բռնել են այդ ամեն ինչը այսպես մի հատ բան են սարքել, խճճված, դե փորձում են, մինչև հիմա էլ փորձում են գտնել ինչ-որ տարեր ահաբեկչության, բայց իրենք չեն կարողանալու այս գործը տանել մինչև վերջ, որովհետև ահաբեկչության տարր չկա մեր արածի մեջ։ Չնայած ես անձամբ լրատվության պատասխանատու լինելով կապ չեմ էլ ունեցել փողոցային պայքարի կազմակերպման հետ, բայց վստահ եմ ուղղակի Բագրատ Սրբազանին 10 տարուց ավել ճանաչելով, որ ահաբեկչություն չէր կարող կազմակերպվել։ Ինչու է Սրբազանը շարունակում մնալ անազատության մեջ մինչ այս պահը, ըստ ձեզ, ինչ խնդիր են լուծում։ Բագրատ Սրբազանի այնտեղ լինելը իրենց պետք է, որովհետև Բագրատ Սրբազանը ի տարբերություն մնացած ձերբակալված հոգևորականների, նաև քաղաքական որոշակի գործունեություն էր ծավալում, հա, փողոցային պայքար էր կազմակերպում, որը ինչքան էլ ուզում ենք ասենք ազգային ազատագրականը, ինքը քաղաքական կոմպոնենտ է իր մեջ պարունակում։ Ու Բագրատ Սրբազանը իր տեղում հանգիստ նստողներից չի, երբ որ Մայրաթոռի վրա օրինակ դեկտեմբերի 18-ի նման, ասենք, հարձակում գործեն։ Բագրատ Սրբազանը ազգային որևէ խնդրի վերաբերյալ հանգիստ արձագանքողներից չի։ Ու նաև տեսել են, որ նա ունի այն հնարավորությունը, որ կարող է մարդկանց կոնսոլիդացնել, ամենաշատ հավաքած մարդը այսքան 20 թվականից հետո եղած բոլոր պայքարների ընթացքում եղել է Բագրատ Սրբազանը։ Ո՞րն էր ֆենոմենը։ Ինչու իր մոտ ստացվեց ազնվությունը։ Եվ այն, որ խնդիրը շատ շոշափելի էր, շատ շոշափելի էր, չեմ ասում, օրինակ Արցախը հանձնելուց էլ խնդիր կար, չէ, մեծ խնդիր էր, Արցախ էին հանձնում, բայց այն ժամանակ կարծում եմ ժամանակը քիչ էր, 1-2 օրվա ընթացքում հարցը այսպես լուծեցին, չեմ կարող դա լուծում համարել, բայց Ադրբեջանի համար լուծեցին հարցը, մարդկանց այնտեղից հանեցին ու արդեն էլ ոչինչ անել հնարավոր չէր, բայց այստեղ որոշակի ժամանակ կար ու Բագրատ Սրբազանի արած առաջարկը ընդունելի էր մարդկանց համար, հետո պլյուս դրան այդ մարդու դեմքին որ նայում են հասկանում են, էլի ազնիվ մաքուր մարդ է, իր հետևից կարելի է գնալ։ Այսօր ասում են Տավուշի մասին անհանգստությունները, մտահոգությունները ավելորդ են եղել, իշխանությունները տեսել եք հավանաբար փոքրիկ արշավներ են կազմակերպում դեպի Կիրանցի այսպես կոչված խաղաղության պատը եւ ասում են ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվել է եւ ներկայացվում է։ Ձեր տեսակետը այս ամենի վերաբերյալ։ Տեսեք, եթե մենք ապրեինք այնպիսի հարևան պետության հետ, որը որ հրաժարված լիներ Հայաստանի նկատմամբ իր նկրտումներից, Հայաստանը չանվաներ Արևմտյան Ադրբեջան, հայերի նկատմամբ պատելություն չսերմաներ, այսօրվա մասին եմ ասում, հա, իր ժողովրդի մոտ, մենք կասենք դե լավ է, մարդիկ պատը սարքեցին, նորմալ ապրում են, իրար հետ խաղաղ կապրենք, բայց մենք տեսնում ենք այնտեղ ինչ է կատարվում։ Իշխանությունն էլ է տեսնում այնտեղ ինչ է կատարվում։ Ինչ են անելու ադրբեջանցիները, այդպես իրենց համար շահավետ բոլոր դիրքերը վերցնելու են, հետո կտեսնենք իրենք այդ պատից այս կողմ կանցնեն, թե չեն անցնի։ Խաղաղ կապրեն, թե չեն ապրի։ Կարող է մի օր ոնց որ Բաքվում եղավ, ասենք գիշերը մտնեն մարդկանց տները կամ Սումգայիթում, ինչ որ կատարվեց։ Մենք հասկանում ենք, որ նույնիսկ այսօրվա ադրբեջանցին նույնը չի, ինչ որ 88 թվականի ադրբեջանցին, ավելի է դաժանացել, ավելի մեծ թշնամություն ունի մեր նկատմամբ։ Մենք այդ ամեն ինչը տեսնում ենք, հիմա այդ պատը, որ սարքեցին այնտեղ, դա խաղաղության երաշխիք է, բնականաբար ոչ։ Հիմա, չգիտեմ, ոսկեպարի հատվածն էլ կտան,
Բերքաբերի հատվածը, որտեղ մենք ունենք Ադրբեջանի տարածքում 900 հեկտար թե 800 հեկտար հողամաս, դա հաստատ չեն տա։ Այդպես ինչը որ իրանց ձեռնտու է կվերցնեն, համապատասխան դիրքերը մեր իրենց համար շահավետ կվերցնեն ու հետո որտեղից ուզեն ճանապարհդ կկտրեն ու չես կարողանա որևէ ձևով դու արձագանքել այդ ամեն ինչին։ Ու կստանան ինչ որ կստանան։ Կբերեն 300,000 ադրբեջանցի կլցնեն Հայաստան։ Ոնց է կապրելու այդ ադրբեջանցիների հետ, բայց մենք ինձ թվում է արժանապատիվ հայ ժողովուրդը թույլ չի տալու։ Ամփոփելով Լիդիա, անդրադառնանք ձեր հնգամսյա կալանքի դրվագներին, նախ պայքարից բանտախուց առաջին օրը քրեակատարողական հիմնարկում ձեզ ինչպես ընդունեցին, արդյոք ձեր խցակիցները ձեզ ճանաչում էին։ Ինձ որ տարան բանտ անցակետում գտնվող անձինք, ովքեր հեռուստացույց հեռախոս ունեն ձեռքների, իրենք գիտեին ինչ գործով ենք, ասեցին այս հասակ տեղ ուղեկցողը ասեց ոնց ձեզ զանգել ասել են որ գալիս ենք, ասեց չէ լուրերն էինք նայում։ Այդպես իրենք գիտեին, բայց ներսից որ եկան մեկուսարանից մեզ արդեն խուզարկել, ինձ արդեն խուզարկելու տանելու ներս, իրենք չունեն ներսում հեռախոս, չգիտեին ով եմ։ Շատ շոկային էր ինձ համար այդ առաջին խիստ կանգնած ինչ որ համազգեստով մարդիկ, կանայք բնականաբար, բժիշկն էլ իրանց հետ, բուժքույրը, այդպես խուզարկում են քեզ, որ ընդունեն ներս, այդպես ամեն ինչ էլի տատու կա, չկա, տեսնում են երակներդ կտրած են թե չէ, մի խոսքով տարբեր բաներ նայում են, որ հանկարծ որևէ խնդիր չառաջանա, էլի մարդ ես գնում ես քրեակատարողական հիմնարկ, կարող է հանկարծ ինչ որ սուիցիդալ ցանկություններ ունենաս։ 6 օր միայնակ եմ եղել խցում, ասեմ քրեակատարողական հիմնարկի աշխատողները աշխատում են այնպես անեն, որ կոնֆլիկտ չունենան կալանավորի հետ։ Իրենց ձեռնտու չի կալանավորի հետ խնդիր ունենալը, որովհետև եթե խնդիր ունենան, իրենց էլ է ինչ որ չափով դիսկոմֆորտ էլի այդ իրավիճակը, դրա համար չեմ ունեցել որևէ ինչ որ խնդիր, խնդրահարույց իրավիճակ այնտեղ, դեմքով ինձ չէին ճանաչում, որովհետև երևի այդքան հեռուստատեսությամբ հեռուստաալիքներով ցույց չէին տվել դեմքս, բայց որ ասեցի ինչ գործով եմ, դու հասկացան, որ երկրի թիվ 1 ահաբեկչի հետ գործում ես։ Շատ վտանգավոր, ընդ որում այդ հոդվածով միայն ես էի այնտեղ։ Աշխատողներ կա, որ բան էին անում, կատակ էին անում, ասում են զգուշ եղեք իրենից, ինքը ահաբեկիչ է։ Այսպես, բայց մեր խուցը, քանի որ ես այնտեղ էի, աշխատում էինք այնպես անենք, որ որևէ խնդիր կոնֆլիկտ, որևէ բան չառաջանա, աշխատողներ։ Հետո 6 օր հետո քանի հոգի եք ներսում։ 3 հոգով էինք։ Ես էի եւ թմրանյութի գործով 2 հոգի, հետո մեկը գնաց, իր փոխարեն եկավ փաստաբան, որ շատ հաճելի էր ինձ համար, բայց մեծ դժբախտություններ իր ու իր ընտանիքի համար, փառք Աստծո իմ ազատության մեջ է այդ փաստաբանը։ Այսօր ձեր տեսլականը որն է եւ պայքարի շարունակականության տեսլականը եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության տեսլականը որպես քաղաքացի, պայքարող տեսակ, որպես Լիդիա, որը 5 ամիս հանուն իր համոզմունքների անցկացրել է կալանավայրում։ Տեսեք, արժևում ընտրություններ են։ Մի ճակատ է բացվել, որ պետք է այդ կռվին մասնակցենք։ Ինչ ֆորմատով կլինի, ինչ ձևով կլինի, դեռ ես հստակ որոշում չունեմ, որովհետև տարբեր առաջարկներ եմ ստացել տարբեր ուժերի կողմից, բայց ես դեռ ինձ թվում է դեռ պատրաստ չեմ քաղաքական գործիչ դառնալու, բայց կմտածեմ այդ ուղղությամբ, արդյոք ուզում եմ մտնել դրա մեջ թե չէ, բայց անկախ դրանից կլինես որևէ ցուցակում, որևէ ուժի հետ կմասնակցենք թե ոչ, սա ճակատամարտ է, որը պետք է տանք։ Ամենտեղ պետք է խոսենք, որ պետք է գնալ ընտրության։ Պետք է այնպես անենք, որ Նիկոլամերձ ուժերին ձայն չտանք, Նիկոլամերձ ուժեր։ Դա էլ մեծ ճակատամարտ է, որին մենք պիտի մասնակցենք։ Այսօր այս պահին փողոցային պայքարի հնարավորություն ես չեմ տեսնում ցավոք սրտի։ Եթե ինչ որ ճնշումներ շատանան, դա տեսնում եմ, որ հնարավոր է լինի։ Ու ի դժբախտություն ձեզ, ինձ թվում է հաջորդ թիրախը լինելու են լրատվականները եւ փաստաբան իրավաբաններ, իրավապաշտպաններ այդ ոլորտը։
Հնարավոր է քաղաքական որոշակի խմորումներ լինեն, որ անհրաժեշտություն առաջանա նաև փողոցային պայքար մղելու։ Մենք պետք է պատրաստ լինենք բոլորին եւ բոլոր քաղաքական ուժերին խնդրում եմ հնարավորության սահմաններով նաև փողոցային պայքարի մասին չմոռանան, որովհետեւ դա շատ լավ գործիք է, շատ լավ գործիք է այս իշխանություններին հեռացնելու համար։ Բայց դե քանի որ դիմաց ընտրություններ են, փորձելու ենք ընտրություններով հասնենք արդյունքի։ Մի խոսքով, եթե ինչ-որ խնդիրներ առաջանան, վստահ լինեմ, որ իմ կողքին եք լինել։ Բնականաբար։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն, Զարուհի ջան։